Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Վեճ հերքում ապաներողություն, ներկուսակցական քարոզարշավ, վեճով, լեզվակռվով և մատ թափտալով։ Հայաստանում վտանգված են ժողովրդավարությունն ու կրոնական ազատությունը, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բաց նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի նախագահին։ Հայատյացություն սկսած մանկապարտեզից, որտեղ է ավարտվում խաղաղությունը։ Թեհրանը վաղ առավոտից իսրայելական ավիահարվածների թիրախն է, ինչ վիճակ է Իրանում։ Իշխող ուժը շարունակում է խաղաղության կամ պատերազմ խոսույթը։ Այն հնչում է կառավարությունում, Փաշինյանի ուղիղ եթերում և ներկուսակցական քարոզարշավի ընթացքում։ Փաշինյանը օրավարտին կրկին շեշտել է, եթե ընդդիմությունը հաղթի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Իսկ որն է այն խաղաղությունը, որը խոստանում են պաշտոնական Երևանն ու Բաքուն։ Նույն պատկերացումն ունեն արդյոք կողմերը խաղաղության մասին։ Խաղաղությունը չի սկսվում բանակցություններից, եթե մանկությունից սովորեցնում են ատել։ Քնած մարդուն սպանելը կարող է դառնալ հերոսություն, եթե հասարակությանը տարիներ շարունակ դաստիարակել են ատելությամբ։ Խաղաղության մասին խոսելիս հաճախ մոռանում են ինչի վրա է կառուցվում իրականությունը։ Երբ մի երկրում ատելությունը դառնում է պետական քաղաքականություն, այն չի սահմանափակվում միայն ռազմի դաշտով։ Այն սկսվում է շատ ավելի վաղ, մանկությունից։ 2004-ի փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ուսումնական ծրագրին։ Դատապարտվեց ՑՄԱ, բայց 2012-ին արտահանձնվեց Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևը նրան անմիջապես ներում շնորհեց, հերոսացրեց ու պարգևատրեց քնած մարդուն սպանելու համար։ Հայերի գլուխները կտրելու եւ դրա միջոցով մարտիրոսվելու եւ սուրբ նահատակ դառնալու գաղափարը, սարսռազդու գաղափարը, որը առհասարակ անընկալելի է թե 21-րդ դարում ինչպես կարելի է ուսուցանել, ցավալիորեն մաս է կազմում այն, եթե կարելի է այդպես կոչել, իհարկե ուսումնական պրոցեսների, որոնք իրականացվում են թե հանրակրթական դպրոցներում, թե ռազմական ոլորտում։ Այս դեպքից անցել է ավելի քան 20 տարի եւ Ադրբեջանում ոչինչ չի փոխվել։ Հակառակը, ավելի է սրվել ատելության քարոզը, որն ունի ամուր դրված հիմքեր։ Մի պատմություն է պատմում կովկասագետ Հովիկ Ավանեսովը, որն իրեն է փոխանցել մեր հայրենակցուհիներից մեկը։ Դերևս խորհրդային տարիներին, երբ որ անգամ Արցախյան շարժման ակտիվ փուլը սկսված չէր 88 թվականի, իր հարևանուհին, ով ադրբեջանցի էր, այսպես կոչված, գալիս է տեսնում օրոցային է երգում, որ երեխային քնացնի ու որ տեղ ասում է, որ քնիր, բալես, մեծանաս, ազգին պիտանի լինես ու այդ ադրբեջանուհին ասում եմ, այդպես եք դուք ձեր երեխաներին օրոցային երգում, ասեց, բայց մենք այդպես չենք ասում, մեր օրոցայինում մենք ասում ենք քնիր, որ մեծանաս, հարևանիդ կացնով սպանես։ Իսկ ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին օրոցայինից հետո։ Ադրբեջանցիները նույնիսկ բակային խաղերում ունեն հստակ և մշակված մեթոդաբանություն։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընկալումները որպես դաս են մատուցվում հասարակությանը, մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն։ Դրա վառ ապացույցը Չակերտյալ հաղթանակի պուրակն է, երբ որ այդ պուրակում մեր զինվորների կերպարով այդ մանիկենների վրա փոքր երեխաներին սովորեցնում էին հային սպանել։ Երբ որ հատուկ տիկնիկներ ունեն, որ այդ հայերի ցեղասպանությունը բակային խաղի ընթացքում
դեռևս 1950-60-ական թվականներից խորհրդային տարիներից սովորեցնում էին։ Ադրբեջանագետ Արմինե Ադիպեկյանն ասում է, այս թեմային նվիրված աշխատություններ ունի եւ ընդհանուր եզրակացությունը մեկն է։ Ադրբեջանում միանգամայն այլ պատմություն է մատուցվում։ Օրինակ է բերում մի ադրբեջանցի աղջկա, որն արտերկրում սովորելիս բացահայտել էր այդ կեղծիքը։ Այսինքն առաջին անգամ իմացել, որ հայերի մասին ասենք դերելա Ռամոնը կամ Պլուտարխը։ Ինքը առաջին անգամ իմանում, որ բարեկ պատմա, որ մեծ հայքը իրականում գոյություն է ունեցել։ Ինքը շատ զարմացել է, որ գոյություն չունի ոչ մեծ Ադրբեջանը, միացյալ Ադրբեջան եւ բան։ Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը շեշտում է, նման հայատյաց քաղաքականության եւ պետական մակարդակով իրականացվող գիտական տերորի համար առաջին հերթին պիտի ադրբեջանցիները հակազդեն, որովհետեւ իրենց համար է դա ծայրահեղ վտանգավոր։ Ադրբեջանի ժողովրդի համար առնվազն բարենպաստ չէ եւ իրենք են որոշելու շարունակելու են իրենց երեխաներին գիտական տերորի ենթարկել եւ չունենալ խաղաղություն եւ թե հակառակը։ Ադրբեջանցիները չգիտեն եւ չեն էլ ուզում իմանալ, թե իրականում ինչպիսին են հայերը, ասում են զրուցակիցներս։ Նրանք կուրացած են այն ատելությամբ, որը սերմանվում է սկսած մանկական հեքիաթներից մինչև համալսարանական դասագրքեր։ Եվ բացարձակապես ոչինչ չի փոխվել պատերազմից ու այսպես կոչված խաղաղության օրակարգից հետո։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ատելության խոսքի չափաբաժին էլ արցախցիներին հասնում է այստեղ, Հայաստանում, ընդ որում ամենաբարձր մակարդակով։ Փաշինյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը տեղի ունեցավ մետրոյում, որտեղ նա արցախցի մի կնոջ հետ վիճեց, երբ կինը թույլ չտվեց երեխային նվիրել առանց Արցախի Հայաստանի քարտեզ կրծքանշանը։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա եւ ես ուզում եմ ես Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, կխոսեմ տենց ես հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Պարզվում է կինը, որի հետ վեճի էր բռնվել Փաշինյանը 1993 թվականին Արցախի ազատամարտում զոհված հրամանատար Մերուժան Մոսյանի դուստրն է, Արմինե Մոսյանը։ Մերուժան Մոսյանը եղել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, հետմահու պարգևատրել են մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Միջադեպին անդրադարձել են բազմաթիվ գործիչներ ու քաղաքացիներ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանն ընդգծել է, որ պետք չէ քարտեզը վերածել մանիպուլյացիայի գործիքի։ Նրա խոսքով մարդկանց սրտերում եւ ձգտումներում կա մեկ այլ քարտեզ, ոչ թե պատրանք, այլ բնական եւ արդար ձգտում վերադառնալու այնտեղ, այն հայրենիք, որտեղ ծնվել են, ապրել ու արարել։ Միջադեպը քույրեր եւ եղբայրներ հռետորաբանության լիակատար մերկացումներ։ Մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից համակարգված թիրախ են դարձնում եւ պիտակավորում են տեղահանված մարդկանց, նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութը չափազանց շատ է։ Ասվել եւ ասվելու է, բայց նույնիսկ այս ամենն ասելուց հետո մնում է ծանր լռություն, որովհետև երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու ամբարո պայքար է տարվում մարդու հիշողության եւ բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։ Միջադեպին անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Պաշտպանը կոչ է արել բռնի տեղահանված անձանց եւ փախստականների հետ հաղորդակցությունը նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումն իրականացնել պատշաճ զգայունության երաշխավորմամբ, հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը։ Միջադեպից ժամեր չանցած Փաշինյանը հերքել է իր խոսքերը, ասելով բացառվում է, որ զոհվածի դստեր հետ այդպես է խոսել։
Վարչապետ, այսօր զոհվածի աղջկա եք ասել թախած մետրոյի մեջ, ինչպես կմեկնաբանեք։ Ինչ եմ ասել։ Բացառված է որ այսպես բան։ Չէ, ասեցիք փախածներ, զոհվածի աղջկա եք ասել։ Ես տենց բան չի կարող ասել, եթե տենց անկալվել, սխալ անկալվել, եթե ինչ-որ մի բանն չեմ ասել, ներողություն։ Իսկ հերքելուց հետո էլ ներողություն է խնդրել։ Ասել է թիմի խոստացել է, որ այլևս այսքան էմոցիոնալ չի լինելու։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա եւ ես ուզում եմ Ես գիտեմ, որ դուք կմերժեք, եւ հետևից երկու կոպիտ բառել կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք sense տեսախցիկը չէ, հեռախոսը կամ եթե կուզեք տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, ես իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ։ Քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է, սակայն դրանք այս շաբաթ այնքան էլ հանգիստ մթնոլորտում չեն անցել իշխող ուժի ներկայացուցիչների համար։ Երևանում ԿՊ-ականների շրջայցը բավական լարված է անցել։ Քաղաքացու հետ լեզվակռիվը վերածվել է թեժ վեճի։ Այսօր Հայաստանը ո՞րն է ուզում։ Իմ պատկերացմամբ ամբողջական Հայաստան, Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Արցախ, նույնիսկ Կիլիկիա, եթե մի մարդ դուպես, եթե մի մարդ դուպես, այո, եթե մի մարդ դուպես, մի մարդ Երեխաները Իսկ ով է այն մարդը, որը առանց զոհերի։ Ես ու իմ նմանները։ Ով է ձեզ, ով է ձեզ Ես եմ ինձ խոս տալիս։ Պատերազմին որտեղ եք կռվել, հազար ներողություն։ Իսկ դու որտեղ ես եղել։ Ես չեմ եղել։ Դուք որտեղ եք եղել։ Բացովիցով Հայաստան եք ուզում ինքներդ կռվել, այդ ինչ որտեղ, թե չէ։ Դե ուրիշների արյան գնով եք ուզում մենակ։ լավագույն ուժեր։ Ես այդպես ես որտեղ եք։ Ուշադրություն Ոչնչություն։ Այս ամենի ֆոնին էլ փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նամակ է գրել Եվրոպական խորհրդարանի նախագահին։ Հայաստանում վտանգված են ժողովրդավարությունն ու կրոնական ազատությունը, գրել է փաստաբանն ու ընդգծել։ Այս զարգացումները պետք է լուրջ մտահոգության առարկա դառնան Եվրոպական խորհրդարանի համար։ Դրանք ոչ միայն քաղաքական վեճ են, այլև մարտահրավեր կրոնական ազատությանը, իրավունքի գերակայությանը եւ այն ժողովրդավարական արժեքներին։ Մենք հարգալից հորդորում ենք Եվրոպական խորհրդարանին քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը։ Հայաստանում ժողովրդավարական կառավարման, դատական անկախության եւ կրոնական ազատության ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով։ Նման առաքելությունը կարևոր դեր կխաղա նախընտրական զգայուն ժամանակահատվածում հիմնարար ազատությունների հետագա թուլացումը կանխելու գործում։ Մենք պատրաստական կլինենք խորհրդարանին եւ նրա համապատասխան հանձնաժողովներին տրամադրել վերոհիշյալ փաստաթղթերը։ Միքայել Սրբազանն 9 ամսվա դադարից հետո մասնակցել է պատարագի 7 վերք եկեղեցում։ Հիշեցնեմ, որ վերջին նիստի ընթացքում դատարանը թույլատրել է մասնակցել կիրակնօրյա պատարագներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցել ոչ։ Եվս մեղած տողություն
Միջադեպ է տեղի ունեցել Երևանի թիվ 131 դպրոցում։ Մարտի 9-ին 8-ամյա աշակերտին սալջարդ ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացյան համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալով աշակերտներից մեկը հրել է դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։ Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցել են քննչական կոմիտե։ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող 1995 թվականին ծնված դատապարտյալը փախել է հիմնարկից։ Ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ։ Իսրայելն այսօր վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքում գտնվող թիրախներին։ Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ քաղաքում տեղի են ունեցել պայթյուններ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, եթե հարձակվեն Իրանի էլեկտրակայանների վրա, ապա երկիրը կհարվածի իսրայելական էլեկտրակայաններին եւ այն երկրների էներգետիկ կենթակառուցվածքներին, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ԱՄՆ բազաներին։ Դուք հարվածեցիք մեր հիվանդանոցին, մենք դա չարեցինք, դուք հարվածեցիք մեր օգնության կենտրոններին, մենք դա չարեցինք, դուք հարվածեցիք մեր դպրոցներին, մենք դա չարեցինք, դուք հարվածեցիք մեր էլեկտրակայաններին, եթե դուք հարվածեք այն երկրների էներգետիկություն, եթե հարցակվեն, բայց եթե դուք հարվածեք էլեկտրակայաններին, մենք էլ կհարվածենք ձեր էլեկտրակայաններին, ասված է հաղորդագրության մեջ։ Նրանք հավելել են, որ Ամերիկան չգիտի իրենց հնարավորություններն ու կտեսնի դրանք դաշտում։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները, սկսելով ամենամեծից, եթե Իսլամական Հանրապետությունը չբացի Հորմուզի նեղուցը։ Եթե Իրանն ամբողջությամբ եւ առանց սպառնալիքի չբացի Հորմուզի նեղուցը, ապա այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները կհարվածի եւ կոչնչացնի նրանց էլեկտրակայանները, սկսելով ամենամեծից, գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։ Իրանը պատասխանել է Թրամփի վերջնագրին։ Պատասխան հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է, որ եթե Միացյալ Նահանգների սպառնալիքները կյանքի կոչվեն, Իրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը եւ չի վերաբացի միջև վնասված էլեկտրակայանների վերականգնումը, բոլոր իսրայելական էլեկտրակայանները կենթարկվեն լայնածավալ հարվածների, տարածաշրջանի այն երկրների էլեկտրակայանները, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների բազաներ, կդառնան օրինական թիրախներ։ Ալլահու ակբար։ Իրանը բալիստիկ հրթիռներով հզոր հարվածներ է հասցրել Իսրայելի հարավային շրջաններին։ Հիմնական թիրախում են հայտնվել Արադ եւ Դիմոնա քաղաքները։ Հաղորդվում է զոհի եւ մոտ 175 վիրավորի մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է իրանական հարվածներից տուժած Արադ քաղաք, անձամբ տեսել ավերածությունները։ Իսրայելը կշարունակի հարվածել իր թշնամիներին բոլոր ճակատներում։ X-ի իր էջում գրել է Նեթանյահուն, նշելով, որ շատ ծանր երեկո են ունեցել։ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին կոչ է արել Թրամփին ու Նեթանյահուին չհարվածել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ես խնդրում եմ նախագահ Թրամփին եւ վարչապետ Նեթանյահուին շարունակել թիրախավորել ռեժիմը, միաժամանակ խնայելով այն քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք իրանցիներին անհրաժեշտ կլինեն մեր երկիրը վերականգնելու համար։ X սոցցանցում գրել է նա. Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի ամենաբարձր պետական գործերի ղեկավարի պաշտոնում։ Փետրվարի վերջին էլ նա ընտրվել էր աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում 2 բնակելի շենք է փլուզվել։ Շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունը դոմինոյի էֆեկտ է առաջացրել, ինչը հանգեցրել է հարևան շենքի փլուզմանը։ Ըստ նախնական վարկածի, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։ Կուբան ամբողջովին հոսանքազրկվել է, թեև էլեկտրաէներգիան աստիճանաբար վերականգնվում է, առաջնահերթությունը տրվում է կարևոր օբյեկտներին, այդ թվում հիվանդանոցներին եւ ջրամատակարարման համակարգերին։ Սա Կուբայի համար մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անջատումն է, իսկ մեկ ամսվա ընթացքում երրորդը։ Երկիրը ծանր էներգետիկ ճգնաժամի մեջ է Միացյալ Նահանգների կողմից նավթի մատակարարումների շրջափակման պատճառով։ Եվ վերջում Նյու Յորքի LaGuardia օդանավակայանում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 հրշեջ։ Մոնրեալից Նյու Յորք թռած ինքնաթիռում գտնվել է 100 ուղևոր։ Այժմ օդանավակայանը փակ է։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Երկուշաբթի ոսկու գինը նվազել է ավելի քան 5%-ով, հասնելով 2026 թվականի իր ամենացածր մակարդակին։ Ոսկու շուկայական գինը նվազել է 5.8%-ով, հասնելով 1 ունցիայի համար $4226։ Թանկարժեք մետաղի գինն անցյալ շաբաթ նվազել էր ավելի քան 10%-ով։ Սա ոսկու համար ամենավաճ շաբաթն էր 1983 թվականի փետրվարից ի վեր։ Անկումը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով առաջացած գնաճի ֆոնին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։